Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին։ Մի անգամ Աթաթուրքը ճաշկերույթի ընթացքում առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով մի երգ կատարի։ Երբ հերթը հասնում է հյուրերից մեկին, նա սկսում է երգել հայերեն, ու ոչ ավել ոչ պակաս Զորավար Անդրանիկին նվիրված հայտնի երգը։ Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում կատարողին։ Անդրանիկի անունը Թուրքիայում հնչեցնելը մահացու հանցանք էր, սակայն Աթաթուրքը ներում է այդ հանդուգն արարքը։ Չէ՞ որ կատարողը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանն էր, կամ ինչպես թուրքերն են գերադասում նրան կոչել Հակոբ Դիլաչարը, Թուրքիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, ում խորհուրդներին ականջալուր էր լինում անգամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ծնվել է 1895 թվականին Կոնստանդնուպոլսում, սովորել տեղի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում։ Եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչը, ապա տնօրենը։ Բացի հայերենից, թուրքերենից և անգլերենից նա տիրապետում էր մի շարք այլ լեզուների, այդ թվում հունարենի, իսպաներենի, լատիներենի, գերմաներենի, ռուսերենի։ Մարթայանը եղել է Թուրքիայի նախագահի խորհրդական, լեզվական, մշակութային և գիտական հարցերով։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հենց նրան է հանձնարարում լեզվի բարեփոխումներ իրականացնել՝ օսմաներենի, թուրքերենի այբուբենը արաբատառից դարձնելով լատինատառ։ Մարթայանը ծառայություն է մատուցել նաև սահմանադրությունը ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու գործում։ Հենց նա է Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկել Մուստաֆա Քեմալին տալ Աթաթուրք (թուրքերի հայր) ազգանունը։ Երկար տարիներ Մարթայանը դասախոսել է Անկարայի համալսարանում, եղել է Թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը և Թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը։ Թուրքերենի ուսումնասիրությունների մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Աթաթուրքը շնորհել է Մարթայանին Դիլաչար լեզու բացող ազգանունը։ Չնայած թուրքական իշխանությունների քաղաքականությանը, Մարթայանը երբեք չի թաքցրել իր ծագումը։ Անդրանիկի երգի կատարումից տարիներ անց Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերենով Զորավար Անդրանիկի պատմությունը կպատմի հայրենիքից եկած հայ գիտնականին, ավելացնելով.